Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեր ուղիղ եթերին։ Եվ այսպես ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է։ Եվ մեր հյուրն է բժիշկ նյարդաբան, Պարկինսոնի հիվանդության եւ շարժողական խանգարումների մասնագետ Զարուհի Թավադյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Եկեք նախ հասկանանք ինչ է այս հիվանդությունը իրենց ներկայացնում, որոնք են ախտանիշները, ինչպես կարող ենք այն, այսպես 3 հարց տվեցի իրականում, բայց դրանք վստահ եմ առանձին ծավալուն պատասխաններ ունեն։ Պարկինսոնի հիվանդությունը դա կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական պրոգրեսիվ հիվանդություն է, որը առաջանում է այն պատճառով, որ գլխուղեղում որոշակի հատվածում նվազում է բջիջների քանակը, այդ բջիջները արտադրում են դոֆամին, որը մեզ անհրաժեշտ է սահուն շարժումների համար, անհրաժեշտ է լավ քայլվածք ունենալու, նաև որոշակի մոտիվացիայի համար, տրամադրության որոշակի ասպեկտների համար եւ հիվանդությունը իրականում թվում է թե շարժողական է, որովհետեւ մեզ մեծամասնությանը այդպես է հայտնի, բայց ունի բազմաթիվ նշաններ, որոնք դժվար է կապել հենց հիվանդության հետ, բայց իրականում դրանք հիվանդության ազդանշաններ են եւ կարող են առաջանալ նույնիսկ շարժողական նշաններից շատ ավելի շուտ, նույնիսկ ոչ տվյալներով մինչև 20 տարի ավելի շուտ, որոնք են այդ նախանշանները, դրանք շարժողական չեն, դրանք հոտառության վատացումն է, քնի խանգարումները, դեպրեսիան, ցավը եւ ստամոքսաղիքը, ցավ Պարկինսոնի հիվանդությունը սովորաբար սկսվում է մի կողմից, այսինքն սկիզբը դա մի ձեռքի դողն է կամ մկանային լարվածություն է, որը հետո տարածվում է այդ նույն կողմի ոտքին, հետո տարիների ընթացքում հակառակ կողմին եւ ցավը առաջանում է միջև դեռ շարժողական նշանների սկիզբը հենց այդ կողմի ուսային հոդում, ուսային հոդի շրջանում, որտեղ որ հետագամ լինելու են այդ մոտոր նշանները, դողը, օրինակ այդ ձեռքում կարող է 1 տարի կամ ամիսներ անց առաջանալ դող։ Հիվանդությունը ցավոք սրտի պրոգրեսիվ է, այսինքն մենք այս պահին ինչ որ ձևով չենք կարող ազդել նրա ընթացքի վրա, բայց կա բավականին արդյունավետ սիմպտոմատիկ բուժում, այսինքն սիմպտոմները կարելի է վերահսկել։ Հիվանդության կանխարգելում չկա։ Կանխարգելում ցավոք սրտի այս պահին չկա, բայց իմ կարծիքով դա մոտապագայի հարց է։ Հուսանք որ շատ շուտ կլինի։ Այո։ Իսկ կանխարգելիչ, ներողություն, կանխարգելիչ միջոցներ, որպեսզի այն չզարգանա, ինչպես կարող ենք հասկանալ, որ սրանք նշաններ են, որոնց դեպքում պետք է անպայման դիմել բժշկի եւ նախապես սկսել միջև բոլոր այդ ազդանշանների ձևավորումը եւ խորացումը որոշակի բուժում կամ որոշակի պրոցեդուրաներ։ Դա իմաստ ունի ավելի շուտ կյանքի որակի առումով, շուտ հայտնաբերել, շուտ սկսել բուժվել, բայց ցավոք սրտի ընթացքի վրա մենք չենք կարող ազդել, դա պացիենտի մեր ցանկությունն է, որ գոնե ամեն ինչ մնա այնպես ոնց որ եղել է այն պահին, երբ որ նա դիմել է բժշկի, բայց դա իրատեսական չէ, այսինքն հիվանդությունը ունի իր պրոգրեսիան, դանդաղ տարիների ընթացքում, բայց ունի։ Մենք կարող ենք ազդել զուտ նշանների վրա, օրինակ պակասեցնել դողը, լավացնել շարժումները, նվազեցնել տարբեր այլ սիմպտոմները, օրինակ ոչ շարժողական թեկուզ բուժել դեպրեսիան, քնի խանգարումները եւ այլն, բայց հիվանդության ընթացքի վրա այս պահին մենք ազդել չենք կարող։ Իսկ որոնք են հիմնական պատճառները հիվանդության ի հայտ գալու։ Հիմնական վարկածը ամեն դեպքում 100%-ով դեռ հաստատված չէ, բայց այն վարկածը, որ կա արդեն տասնամյակներ եւ ոչ մի բան ստեղ չի փոխվել, կարելի է ասել, դա որ կա որոշակի գենետիկական նախատրամադրվածություն եւ կամ որոշակի գործոններ շրջակա միջավայրի, որոնք այդպիսի խոցելի անձնավորության մոտ որ կա այդ գենետիկա, ինչ-որ դեֆեկտը կարող են առաջացնել բերել հիվանդության առաջացմանը։ Որոնք են այդ շրջակա միջավայրի ազդեցությունները։ Դրանք օրինակ ծանր մետաղներն են, այն պեստիցիդներն են, որոնք օգտագործվում են լայնորեն գյուղատնտեսության մեջ, կրկնակի օրինակ տրավմաները,
հա, բավականին շատ են այդ գործոնները, բայց հիմնականում դրանք վերաբերում են տոքսիկ տարբեր նյութերին, որոնց մենք առնչվում ենք եւ հետաքրքիր է, որ հիվանդությունը չի առաջանում այն պահին, երբ որ մարդը առնչվում է այդ տոքսիկ նյութերի հետ, այլ առաջանում է 20-30 տարի անց, այսինքն կապը տեսնելը բավական բարդ է, դա արդեն վերլուծության արդյունքում է։ Եվ որ տարիքում է հիմնականում ի հայտ գալիս Պարկինսոնի հիվանդությունը։ Միջին տարիքը 55-56 տարեկան է, բայց կարող է առաջանալ եւ 30 տարեկանում եւ 90 տարեկանում, այսինքն այստեղ տարիքային որևէ սահմանափակում չկա, կան որոշակի ժառանգական ձևեր, նույնիսկ որոնք առաջանում են դեռահաս եւ մանկական հասակում, դրանք շատ հազվադեպ են։ Հիմնականում հիվանդությունը սկսվում է 50-անց մարդկանց մոտ ավելի Ասացիք, որ գենետիկ նախատրամադրվածություն եւս կարելի է նկատել, բայց հիմնականում այս հիվանդությունը ձեռքբերովի է։ Սա այսպես կոչված սպորադիկ հիվանդություն է, հիմնականում մոտավորապես մի 15% դեպքերում կարելի է տեսնել ընտանեկան, հա, որոշակի կապ, օրինակ կա որևէ հարազատի մոտ կամ քույր եղբայր, ծնողներ, տատիկ, պապիկ եւ այլն, բայց մեծամասնությամբ մենք ժառանգականություն չենք տեսնում, դա չի նշանակում, որ չկա, որովհետեւ որ գեներ ուղղակի բերում են Պարկինսոնի հիվանդության առաջացման ռիսկի բարձրացում, ոչ թե հիվանդություն պարտադիր պետք է առաջանա, որովհետեւ գենը ժառանգվել է, այլ բարձրանում է ռիսկը եւ այդ դեպքում եթե համապատասխան արդեն պայմաններ լինեն, այդպիսի մարդու մոտ կառաջանա Պարկինսոնի հիվանդություն, ուրիշի մոտ նույն պայմաններում չի առաջանա։ Որոնք են հիմնական բուժման մեթոդները։ Դե առաջինը կարելի է տենց բաժանել ոչ դեղորայքային եւ վիրաբուժական, ոչ դեղորայքայինը դա ֆիզիկական ակտիվությունն է, մարզանքը, հա, որ շատ մեծ նշանակություն ունի։ Ես կուզենամ բոլորին հորդորել այս հիվանդության պացիենտներին, որ ինչքան հնարավոր է ակտիվ լինեն, մարզվեն, հենց հիվանդության առաջի տարիներից, այո, սկսած, ինչքան ավելի շուտ է սկսվում այդ ֆիզիկական ակտիվությունը, այդքան ավելի քիչ դեղ կխմի այդ պացիենտը, այդքան ավելի մեղմ կլինի ընթացքը, իրականում դա միակ գործոնն է, որը ազդում է հիվանդության ընթացքի վրա։ Իսկ ներողություն, քանի որ խոսում ենք ֆիզիկական ակտիվության մասին, կարող ենք այսպես դուրս բերել, որ այն մարդիկ, որոնք որ պատանեկության ժամանակ երիտասարդ տարիքում պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ են զբաղվում, սպորտով պարապում են, նրանց մոտ ավելի քիչ է հավանականությունը, որ կունենան այս հիվանդությունը։ Իրականում այդքան էլ այդպես չի, սովորաբար այդպիսի մարդիկ ավելի քիչ սովորություններ ունեն վատ, օրինակ նրանք չեն ծխում, հա, ավելի քիչ կախվածություն ունեն օրինակ սուրճից եւ այլ նման նյութերից եւ այդպիսի պացիենտների մոտ հակառակը ռիսկը ավելի բարձր է։ Մարզանքը մի կողմ դրած, հա, այն մարդիկ ովքեր որ չեն ծխում, քիչ սուրճ են խմում եւ այլ ռիսկը բարձր է։ Այո, իրանց մոտ ավելի ինչպես է անդրադառնում ներողություն սուրճի եւ ծխախոտ։ Պետք չէ շատ մտածել այդ ուղղությամբ։ Շատ սխալ ուղղվածությամբ այդ մասին մտածել, բայց լավ, խոսեցինք բուժման մեթոդներից, դեղորայքային, ֆիզիկական ակտիվությունը, բայց նաեւ միջամտությունները, հա։ Այո։ Կա դեղորայքային բուժում, որը բավականին հաստատուն է, շատ բան չի փոխվել իրականում վերջի տարիների ընթացքում եւ կան մեթոդներ, որոնք օգտագործում են ավելի այսպես կոչված advanced, հա, այտենց ավելի խորացած հա մեթոդներ, դա չի նշանակում, որ դրանք կիրառվում են շատ ծանր հիվանդների համար, օրինակ ովքեր որ չեն կարողանում քայլեն կամ ավելի վատ վիճակում են, այլ հակառակը դրանք իմաստը նաև վիրաբուժական բուժման այն պացիենտներն են, որոնք որ աշխատունակ են, ավելի ակտիվ են, լավ պահպանված են եւ կոգնիտիվ եւ շարժողական առումով, բայց ցավոք սրտի ունեն խնդիրներ բուժման հետ, այսինքն ինչ որ պատճառով ունեն դեղորայքի ոչ կանոնավոր ազդեցություն կամ բարդություններ հենց հակապարկինսոնային դեղորայքի հետ։
վիրաբուժական միջամտություններ էլի տարբեր կան, մի քանի տեսակի։ Ինչ արդյունավետություն ունեն դրանք։ Բավական բարձր, արդեն մոտավորապես մի 90-ականների վերջից սկսած արդեն վիրատությունները կան։ Մեզ մոտ էլ վերջի 3 տարվա ընթացքում դրանք կատարվում են։ Արդյունավետությունը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր որ լավ տեխնացուներ են հանդիսանում վիրատության համար, այսինքն պետք է ճիշտ ընտրված լինեն, պացիենտների փոքր մասն է իրական վիրահատվում, որովհետև կան շատ սահմանափակող հանգամանքներ, օրինակ հիշողության, հավասարակշռության եւ այլ դեպքեր։ Եվ որպես եզրահանգում այսօրվա, քանի որ հիվանդության նորն է, նաև փորձում ենք հնարավորինս իրազեկված լինել, ինչ կարելի է խորհուրդ տալ մարդկանց, ովքեր որ նախանշաններ են տեսնում կամ որոնք են այն նախանշանները, որոնց դեպքում պետք է արդեն հետևողական եւ ուշադիր լինել։ Նախանշանները երևի այն ինչ որ պացիենտը կնկատի կամ հարազատը դա ձեռքի դողն է, որը առաջանում է հանգստի վիճակում, այսինքն ձեռքը դրած է եւ նա տեսնում է, որ բութմատը դողում է կամ ձեռքը դողում է, դա արդեն ոնց Առաջին կարևոր նշանն է մեծամասնության մոտ։ Իսկ քնի խանգարումը եւ դեպրեսիան, որը որ նշեցիք, արդյոք յուրաքանչյուրը ով ունի քնի խանգարում կամ դեպրեսիա, որը որ շատ հաճախ ավելի հանդիպող է, պետք է դրա ետևից գնալ ինչ որ բան փնտրելու, թե պետք է ամեն դեպքում հանգիստ թողնել մեզ։ Դե դեպրեսիան ամեն դեպքում պետք է բուժվի, բայց դեպրեսիայի առկայությունը արդեն հանդիսանում է Պարկինսոնի հիվանդության ռիսկ, մի քանի անգամ ռիսկը բարձրանում է Պարկինսոնի հիվանդություն ունենալու։ Ինչ վերաբերվում է քնի խանգարումներին, այստեղ խոսքը գնում է ավելի շատ սպეციფიկ քնի խանգարման մասին, որը կոչվում է REM քնի վարքային խանգարում, պացիենտը երազ է տեսնում, երազի մեջ այն ինչ որ տեսնում է, դրանք սովորաբար բավականին ագրեսիվ երազներ են, վատ բովանդակության, կարելի է կողքից այո, նա ամեն ինչ վերապրում, այսինքն խոսում է, շարժվում է, եթե ինչ որ մեկին հարվածում է, նույն շարժումները կարելի է տեսնել կողքից, դա միանշանակ խանգարում է եւ կպահանջվի ուղղակի քնի հետազոտություն, որպեսզի հնարավոր լինի ախտորոշել, դա բավականին բնորոշ է Պարկինսոնի հիվանդություն։ Շնորհակալություն եւ հուսանք, որ շատ շուտով, ինչպես նշեցիք, եւ կանխարգելման եւ բուժման մեթոդները ի հայտ կգան։ Մենք էլ կհետևենք շատ ուշի ուշով այդ զարգացումներին ու կլուսաբանենք, ինչպես միշտ մեր եթերում շնորհակալություն ձեզ օրվա լավ շարունակություն։ Իսկ մենք շարունակում ենք մեր եթերը եւ շարունակում երաժշտությամբ։